Բարև ձեզ հարազատներս, այսօր ընտրություններից կխոսեմ կոպիտ, որոշ մարդկանց վիրավորելով, այն մարդկանց, ովքեր մենակ մի բջիջ ունեն գլխուղեղում, ինձ մատնացույց են անում ու ասում Նիկոլ Փաշինյանը ինձ խոսքի ազատություն է բերել, այ որ Ռոբերտ Քոչարյանը լիներ, ես չէի կարողանալու այսքան բան խոսեի, Նիկոլ Փաշինյանը բերեց ինձ խոսքի ազատություն։ Լավ բան լիներ ձեզ կբերեր սկզբից, բայց տեսակ մենակ ինձ համար գնացել եմ Մակրոնի հետ խոսացել, մենակ ասել Հայկուի Լիլիթի համար առանձին խոսքի ազատություն եմ տանելու։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, 2 տարի 9 ամիս է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանը որ խոսքի ազատություն է բերել, ինչի դուք խոսքի չեք խոսում։ Դուք խոսելու բան չունեք, ամեն ինչ ձեզ ձեռ է տալիս, լրիվ լավ է, դուք լավ համաններից կարճացեք, պաշտոններից կարճացեք, դուք ոչ ունեցել եք խոսքի ազատություն, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է բերել, ոչ էլ ունենալու եք, ուզում եմ 100 հատ Նիկոլ Փաշինյան լինի, չեք կարալու ունենաք։ Խոսքի ազատությունը իմը Աստծուց է գալիս, այդ կարամիտներ, ես չգիտեմ մի աբջիջներին կարողանալու եմ դա բացատրեմ, գլուխները դատարկ կա, գիրք չեք կարդացել, ոչ թե գլուխ դատարկ ձեզ ստեղծել է Աստված, ուղղակի չեք օգտագործել, դատարկ է մնացել, հիմա ինչ աղբը լցնում են, այդ աղբը բերում եք մեզ եք տալիս, այդ աղբը ձեր մեջ պահեք, կամ ձեր նմաններին տվեք այդ աղբը։ Նիկոլ Փաշինյանը ինձ խոսքի ազատություն է բերել, դե դրանց մարդկանց հետ խոսելուց ինչքան նյարդային բջիջ ես կկորցնեմ։ Ձեզ չի տվերում հայտնի բժիշկ կա, բանա պոստ է գրում Facebook-ում, երկու անգամ կարդում եմ, չեմ հասկանում ում կողմից է այդ պոստը գրած, ում կողմից է այս մարդը, որովհետև ինչի համար է տենց գրում, որ ես մեկը հաղթի նրա գլխարկը դնի, մեկը հաղթի նրա գլխարկը դնի, ձեր նմանները միշտ եղել են։ Լափամանին կարճած, պաշտոններից կարճած, խոսքի ազատություն ձեզ որտեղից կլինի։ Իսկ իմս քրիստոնեությունից է։ Քրիստոնյան գիտի, որ պատասխանատու է, թե իր արածների համար, թե չարածների համար, թե իր ասածների համար, թե չասածների համար։ Հիմա եթե ես մի բանը հասկանում եմ, որ պետք է ասել, կարևոր է շատ, ու չասեմ, դրա համար պատասխանատու եմ, չեմ կարողանալու գիշերը քնեմ։ Դա է Նիկոլ Փաշինյանն է դա բերել։ Բերել սկզբից ձեզ կտար այդ խոսքի ազատությունը։ Ձեզ ոչ, ձեզ ամեն ինչը ձեր ա տալիս։ Նորմալ է, որ Արցախը հանձնածայությունիկը վարձով տված է, պատերազմը պարտված գլխավոր հրամանատար, ուզում է շարունակի գլխավոր հրամանատար լինի տեստկարություններով, որ պատերազմ լինի տեստկարություններով վարի։ Ասի Արցախը շատ լավ էր, որ գրավեցին, մերը չէր, իզուր են արուն թափել։ Վաղ ասել է Սյունիքը նժդեհը շատ իզուր գրավեց, թուրքերին ա եղել։ Դե Գյոլչան իր բարեկամների մի հատ սար անցնելու են Գյոլչա մտնեն ու բրցնի մեր երկրի պատմությունը։ Դուք խոսքի ազատություն երբ հա ձեր մոտ գալու ով պիտի բերի ձեզ խոսքի ազատություն։ Իմս դե Հիսուս Քրիստոսը բերել էս խոսքի ազատությունը, ես ճիշտ ասած միշտ եմ այս խոսքի ազատությունը ունեցել, երևի կհասցնեմ այս տեսահոլովակում պատմեմ, մյուսն էլ կարող է մենակ դուք եք վախենում, հա, մենք չենք վախենում, մենք սենց չենք ուզում ապրենք, բանենք, դեպրեսիայի մեջ ենք, մենք երևի ինձնից շատ ապրող ոչ մեկ չի ուզի, 120 տարի ունեմ, 50-ը ապրել եմ, 70-ում հազիվ կարողանամ իմ գործերս այնքան շատ են, որ տեղավորեմ։ Բայց ես գիտեմ, որ իմս խոսալու համար, եթե ինձ սպանեն, մի անգամից Աստծո գիրքն եմ ընկնելու, որովհետև ճշմարտության համար ում սպանում են, ընկնում է Աստծո գիրքը։ Իսկ դուք նենց խոտակեր ոչխարների նման պիտի ապրեք, չգիտեմ ինչքան, գուցե եւ 100 տարի։ Բանդ կնստացնեն, երանելիներին երանելին եմ լինելու, որովհետև ես վերջի 5-6 տարին շատ եմ մտածում ճգնավորության մասին, շատ եմ ճգնավորների մասին կարդում, երազանքս է մի անգամ մայրամուտին մի կտոր սև հաց ուտեմ աղով ու 24 ժամ Հիսուս Քրիստոսի հետ անցկացնեմ, որ բանդ նստացնեն պայմանները լրիվ է ճգնավորության ունենալու եմ։ Դա Նիկոլ Փաշինյանն է փաստորեն ինձ բերել, մենակ ինձ համար է բերել էդի։ Մակրոնից հատուկ ստորագրությամբ միայն Հայկուի Լիլիթի համար այս խոսքի ազատություն։ Ձեր նման տկարները չունեն։ Ուրեմն խոսքի ազատություն միշտ եմ ունեցել, կարծում եմ դա տատիկս էլ մեծ լումա ունի դրա մեջ, 7 տարեկանի ասում էր իմ պրոֆեսոր բալան։ Շահումյան մեր ապրում ու փոքրուց գիտեմ, որ ես իմ մտքերը շատ կարևոր են, որ պիտի անպայման արտասանվեն, դպրոցը ճիշտ ասած այդքան էլ չեմ հիշում, որ ես ինչ-որ խեղճացած ելնեի, բան չկարողանայի, խոսա ինստիտուտն եմ, այ որ ինձ ասեցին դու Նիկոլ Փաշինյանն ես քեզ բերել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չէիր կարա։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համար ինչի՞ չէի գործմորս թողում գալիս, որովհետև իմ արժեքները, գերագույն արժեքները անձեռնմխելի են, հողերը չէին հանձնում, հայ առաքելական եկեղեցու վրա զորքով չէին գալիս, հիմա նորը կգա կասի նույն բանն եմ ասելու, կարող ասեմ ինչ լավ է դու բան ես, Սամվել Կարապետյանն ես կամ դու Ռոբերտ Քոչարյանն ես, լավ է դուք հանձնեք, Նիկոլ Փաշինյանն ինչ էր կարելի, դե ձեր նման տկարամիտը մի բջիջ ունեցողը տենց է մտածում։ Ուրեմն ինստիտուտ եմ սովորում Երևանի պետական բժշկական համալսարան, բաժանած ենք տարբեր խմբերի, 10-15 հոգանոց խմբեր են, ուրեմն մի օր մտնում եմ մեր խումբ, 4-րդ կուրսում եմ, ասում եմ, գիտեք ես շատ կոմպլեքսավոր անձնավորություն եմ։ Մեկ էլ եմ տեսնում մեր խմբի տղաները, աղջիկները լրիվ գետնին պարկում են, փորերներից բռնած ծիծաղում են, որ ասում են, որ դու կոմպլեքսավորված ես, բա մենք ինչ ենք։
մեկ էլ Պուշկի են գալիս, նստում, մեկ էլ տղաներից մեկը ինձ հարցնում է այն ժամանակ ռուսերեն ենք խոսում, ասել ընկերուց քաղաքինիներ էինք, ռուսական կրթություն։ Ասում է, «А твой папа кем работает, Лиль?» Հայրդ ինչ է աշխատում, ասում եմ учитель։ Նորից են սրանք ընկնում, ջարդ ու փշուր ընկնում, փորերներից բռնած, մեկ էլ այդ գլուխը բարձրացնում, ասում է, «Это его кличка»։ Հասկանում եմ, որ շատ եմ, մի քիչ պիտի հանգիստ ապրեմ, արդեն մի քիչ հանդարտ լինեմ։ Գնում եմ Ռուսաստան ընդունում, արդեն ասել եմ, Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկը, Սինգիրովի անվան մանկաբարձության գինեկոլոգիայի կենտրոնը, ռոտացիա է օրդինատորների։ Արդեն դրա մասին Ջուֆաստոնի մասին տեսահոլովակ եմ պատմել, որ մի ամիս մի տեղ ենք, մի բաժանմունքում ենք, երկու ամիս մի բաժանմունքում, ես էլ սիրարված լապարասկոպիաների վրա։ Ղեկավարը կանչում ասում է, որ քո հերթնա գնաս այս բաժանմունքը, որը մի եկա բաժանմունքը ամբողջ հարկով մեկ բուժում են սպառնացող վիժումը։ 2002 թվականն է։ Բացում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղեցույցը, մի նախադասություն է գրած. սպառնացող վիժումը բուժում չունի։ Բացում եմ, նայում եմ, եկահարկ բուժում է։ Բացում եմ Մեծ Բրիտանիայի ուղեցույցները։ Մի նախադասություն է, սպառնացող վիժումը բուժում չունի։ Գալիս եմ ղեկավարից ասում եմ, ինձ ուր եք ուղարկում, դա չի բուժվում։ Վայն չես խոսում, ձեռբոտ սիրտ բռնում են, որ մեր պրոֆեսորները ցենց բուժումներ են անում, բան ու շարունակեցին։ Դրանից հետո մի երևի 7-8 տարի հետո նոր այդ բաժանմունքը փակվեց։ Ասպիրանտուրա եմ ընդունվում։ Գնում եմ Կուլակովի ասպիրանտն եմ, Կուլակովի անվան կենտրոնը հիմա կոչվում, իր անունով են ասել, բեն ժամանակ ողջ էր, իմ ղեկավարն է, թեմաներ է տալիս ասպիրանտներին, գնում եմ տեսնում այդ թեմանից դուրս չի գալիս։ Գալիս եմ ասում եմ, ես ուրիշ թեմայով եմ ուզում աշխատել։ Ասում եմ, որ թեմայով ուզում ես աշխատել։ Ասում եմ, ես ձեր մոտ չեմ ուզում մնամ։ Չեմ ուզում ես Կուլակովի, այն ժամանակ Կուլակովի կենտրոն չէ, անունը չունի, ուրիշ ձև էր։ Ասում եմ, ես ձեր մոտ չեմ ուզում մնամ, ստե ինձ չեն թողելու վիրահատեմ։ Ուզում եմ գնամ Բոտկինի հիվանդանոցում իմ թեման հավաքեմ, իմ նյութը դիսերտացիա, ասում եմ գնա այնտեղ հավաքի։ Ես ոչ միայն խոսքի ազատությունն եմ, ես իմ գործունեության ազատությունն եմ, որովհետև այս ամեն օրվաս համար պատասխանատու եմ։ Չեմ կարող ինձ ով ասի, ես գնամ այդ անեմ անուղեղ ոչխարի նման, խոտ արածողի նման։ Ընդունվում եմ աշխատանքի։ 30 տարեկան չկա է, գլխավոր բժիշկս մի տարի է 8 ամիս է ինչ աշխատում եմ իրանց մոտ։ Վերակենում, խոնարհվում, ասում Այկու Իգայկովնա, вы должны найти клинику, достойную вашего величия։ Ինչի է տենց ասում, որովհետև մնացածների նման, խոտակերի նման ապրելուց չեմ եղել։ Գնում եմ արտասահմանում սովորում, գալիս ասում այ սես չեն անում այս բժշկությունը, ուրիշ ձև է պետք անել։ Գիրքը բացում եմ, կարդում եմ, ասում եմ բժշկությունը սես չեն անում, ուրիշ ձև է պետք անել։ Իրանց 21 տարի այդ Մոսկվայի բժշկության համար ես ջան եմ տվել։ Անձնազոհ։ Այդ դրա համար եմ ասում անբարոյական եմ եղել, անբարոյականություն անելուց եմ եղել, անբարոյականությունը մենակ ինչ որ հարևանի ամուսնու հետ սեքսով զբաղվեց, որ քո երկիրը թողում ես այս վիճակում, գնում ես ուրիշ երկրի բժշկություն զարգացնում, անբարոյականությունը քո երկրի նկատմամբ։ Երբ որոշեցի, որ գամ այն ժամանակ հələ այդ process-ների մեջ էի, փրկում էի բժշկությունը, մեկ է տեսա չէ Նիկոլ Փաշինյանը մեր հողերը հանձնում է։ Ու ես հասկացա, որ դա Աստված է վերցնում մեր հողերը։ Տեսնում ես, չէ, դու քեզ պետք չի այդ հողը, քեզ պետք չի, ում պետք է իրանա տալիս։ Ափալ-թափալ գործ-մործ թողում եմ, վազելով գարիս, հիմա ստե ծակուցուկ չեմ թողել մեր երկրում ու գնամ ասեմ Աստված ջան, ես քո բայրն էլ է ինձ պետք, ես էլ եմ որովհետև վերևից տեսնա, որ սա ինձ պետք է։ Ու ձեր նման միաբջիջները նայում են ինձ, ասում են Նիկոլ Փաշինյանը ինձ խոսքի ազատություն է տվել։ Լավ բաներներ սկզբից ձեզ կտար, հա, չէ՞, լափամանները որ ունեք, պաշտոններից կարճած, խոսքի ազատություն էլ պետք է ունենայիք, դե ոնց ունենաք, ստրուկը չի կարող խոսքի ազատություն ունենալ։ Ազատությունը Քրիստոսից է գալիս։ Ուրեմն, բայց ասելիքս ընտրությունների վերաբերյալ է։ Ուրեմն Անսուրբ Անտոնի ասած ասեմ, լավ կլինի իրան կարդակ, որովհետև ես իմ բարերով եմ ասելու կարող է սխալվել, հավանականություն կա սխալվել, ուրեմն Սուրբ Անտոնը կենդանական աշխարհը այսպես է ասում, որ կենդանական աշխարհում կան բույսեր, որ միայն մարմին ունեն, չունեն միտք, չունեն հոգի, չունեն բույս են, ծառ են։ Կան կենդանիներ, որ ունեն մարմին ու հոգի։ Չեմ խորացել տեսնամ ինչ կենդանիներին է ասում, ճիշտ եմ հասկացել թե ոչ, մեկ էլ ասում Աստծո գլուխ գործոցը մարդն է, որ ունի մարմին, հոգի ու միտք։ Հիմա ընտրություններն են, հունիսի 7-ին։ Ուզում եմ հասկանամ դուք ինչով եք տարբերվելու այն ոչխարից, որ արածում է օրինակ Արտաշատի բանում, արոտներում։ Ինչով եք տարբերվելու մեր երկրի հանդեպ։ Պատասխանատվության զգացում ունեք, թե այդ ոչխարի նման արածելու եք, շարունակելու եք ամսի 7-ին արածեք։ Դե եթե դուք չգնաք ընտրությունների, այս երկրի համար դուք նույն արժեքն եք ունենալու, ինչ այդ խոտակեր ոչխարը։ Եթե չգնաք ձեր ընտրությունը չանեք։ Եթե ասեք գլոբալիստներն են մեղավոր, բաները ու այս մեկն են, իրանք սաղ արածա, վատն են, դու ես իրանց համար պատասխանատու չեմ, ես իմ ընտրության համար եմ պատասխան տալու Աստծուն։ Իմ ասացի, չասացի, իմ արածի, չարածի, նույնն էլ դուք։ Ու դա այս ընտրությունները մեր բարոյական պատկերն է լինելու։
Չեմ ասում բոլորդ պետք է գնաք իմ նման ընտրություն անեք։ Դուք գնացեք ձեր Նիկոլ Փաշինյանի ընտրեք, բայց ձեզ չեմ կարող հաստատեմ ձեր վրա, որ դուք Նիկոլ Փաշինյանին եք ընտրում։ Չէ, դուք Ռոբերտ Քոչարյանը վատնա շատ վատնա, Սերժ Սարգսյանը Իրանից վատնա, Սամվել Կարապետյանը շպիոն է, ինձ այնքան Ռուսաստանում էլ են ինձ շպիոն ասեն, ես չի որ ես բան եմ, որ գնում եմ արտասահմանում սովորում գալիս են ասում են այդ տկարամիտներ ցես չեն անում բժշկություն, ասում են շպիոն է արտասահմանից ուղարկված, դե որ ստեղել ասեն ռուսի շպիոն է, ես չի որ վատ եմ զգալու դրանից։ Բոլորս շատ վատն ենք, ասում եմ դուք երևի Նիկոլ Փաշինյանն եք, ոչ, ինչ ես ուզում։ Վախենում եք, հասկանում եք, կամ բջիջը մի հատը չի կարողանում ընտրի, 17 կուսակցությունից չկա ձեր համապատասխանը։ Ասում եմ գնալու եմ սաղին ջնջեմ, նույն ոչխարն է, արածող ոչխարը կամ ջնջես կամ չգնաս ջնջես, նույն հաշիվն է, քո ձայնը գնում է Նիկոլ Փաշինյանին, ձեր սիրած։ Ընտրած 2 անգամ լեգիտիմ։ Ես դա չեմ շղթում։ Ապացուցված է իմ շրջապատով ապացուցված է որ ես մարդ 2 անգամ լեգիտիմ ընտրված եմ ու գնացեք ընտրեք օրինակ մայրիկիս հարցում եմ ասում եմ դու գնալու ես ընտրություն ասում անպայման գնալու եմ ասում դու ես ընտրել ասում Սամվել Կարապետյանին ինքը հայ մարդ ինքը ընտրել արդեն իր ընտրությունը ունի ու ով ուզում է լինի ուզում է Ռոբերտ Քոչարյանը լինի դեն ստացած ուզում է Սերժ Սարգսյանը լինի ուզում է ով ուզում է լինի ինքը իր ընտրությունն արել է չի վախենում պաշտոնից կարճած չի լափամանից Ես էլ բան ինձ համար էլ Նիկոլ Փաշինյանը Մակրոնի մոտ գնացել է հատուկ ինձ համար խոսքի ազատություն բերել։ Այն մնացածին ասել է լապամանների մոտ պապանձված նստեն։ Ուրեմն ընտրությունները շատ կարևոր է, մեր բարոյական պատկերն է լինելու։ Ես ասել եմ որ ես ընտրություն շատ ունեմ, շատ մարդկանց կարամ ընտրեմ։ Էլ Արման Թաթոյանին ասել եմ որ շատ կուզեմ ինձ ներկայացնի տարբեր երկրներ գնա, ասեմ այս մարդը ինձ ներկայացնում է։ Չի թրվռալու բան հայ առաքելական եկեղեցու վրա չի հարձակվելու զորքով, չի ասելու Արցախը շատ լավ էր որ հանձնեցին, շուտ պետք է հանձնեին արուն թափվեց Արցախի համար, իզուր, Սյունիքի համար բանը, դե շատ իզուր արուն թափեց, վաղը չեմ իսօր դա ասելու Դգյոլչյան արդեն ասեցի իրանց բարեկամները միած սարը անցնելու են մտնեն։ Այ ընտրությունը կարևոր է մարդ իր ընտրությունների համար պատասխան տալու։ Կարևոր է դա անենք։ Ես էլ ում եմ ընտրելու վերջնական տեսնելու եմ սոցհարցումներով ով է ամենամեծ հավանականությունը որ կհաղթի ներկա իշխանություններին ու այդ մարդուները գնալու եմ ընտրեմ որովհետև հիմա իմ նպատակն է որ այս ներկա իշխանությունները չլինեն իրենց տկարություններով տկար երկրի գլխավոր հրամանատար Արցախը հանձնած Սյունիքը վարձով տված հայ առաքելական եկեղեցու վրա զորքով հարձակված Պաստոր Միքայել Սրբազանը ձեր նման դեգեներատ էր որ բան են անում լափամանից կպած, պաշտոնից կարճած, մարդ սպանած, գողություն արած, մանեկած, անբարոյականություններ արած, բայց Միքայել Սրբազանին են բան ստացնում, հասկանում եք, խոսքի ազատություն է մեր երկրում։ Մի ուրիշ տկարամիտ է ինձ ասում։ Բժիշկ, ես խոսում եմ բժիշկներն են ամեն ինչ ասում։ Որ դուք տրամաբանություն չունեք, հայ որ Սամվել Կարապետյանը գա, դեմոկրատիա դուք չեք ունենա, մոռացեք դա։ Հաստոր ինքը դեմոկրատ է։ Դեմոկրատիան ես իմ կյանքով ես միշտ դեմոկրատ եմ եղել։ Ես ինքս եմ որոշել ինչ խոսամ, ինչ անեմ։ Դեմոս նշանակում է դեմոկրատիա նշանակում է դու ես կառավարում։ Ես իմ կյանքը միշտ ես իմ խոսքս կառավարելիս կյանքս կառավարելիս այդ լափամանից, պաշտոնից կարճածը ինչ պիտի դեմոկրատիա լինի, որնակ ձեր դեմոկրատիան, ինչն է ձեր դեմոկրատիան։ Ես ասել են, որ ես խոսքի ազատություն ունեմ, այդ համար ինքը դեմոկրատիա ունի։ Դե գեներատներին ոնց բացատրեց միաբջիջներին։ Մյուսն ասում։ Ես հասկանում եմ, որ դու շատ ազնիվ ես, հայրենասեր ես, բայց քո այդ հնարավորությունները օգտագործելու են չար ուժերը։ Կարող են օգտագործել չար ուժերը։ Չար ուժերը միշտ օգտագործում են։ Ձեր ման խոտակերներին չեն օգտագործում չար ուժերը։ Չեն օգտագործում, չէ՞ թուրքը չի օգտագործում ձեզ։ Երբ որ Մոնթեն կյանքը տալիս էր այս երկրի համար, Վազգեն Սարգսյանը, արդեն ասել եմ Մեղրյան Շահենը, Վլադիմիր Կարապետյանը, չար վատ ուժեր չկային, որ տեսան, չէ, իրանց կողմից են այս մարդիկ, իրանց շահերի մեջ համընկնում են, եկան կանգնեցին գլխներին։ Ինչ պետք է ասել Մոնթեն, պետք է ասել, որ ռուսին ձեռա տալիս էս հողը մնա մերը, ես պետք է չգնամ պաշտպանեմ, ձեր նման միաբջիջ չի եղել։ Գնացել է իր հողի համար արունատվել, այս հողը միայն արունով են պաշտպանում, ուրիշ ձև չկա։ Ու մեզ մոտ միշտ հայ ազգի մեջ միշտ եղել են մարդիկ, որ դա հասկացել են, որ պատրաստ են եղել իրանց հողի համար արուն թափել։ Ձեր նման չեն նստել 44 օրյա ժամանակ իրանց տղաներին մսնել իրանց տրուսիկների մեջ, սրճարաններում նստել վրա ծխել, որ իրանք շատ բան են, հայրենասեր են, ծխում են սենց արագ-արագ։ Հայրենասեր իր արդյունքով, աշխատանքի արդյունքով։
Եթե չեք հասկանում ով ինչ արեց, այդ աղբալեցնում են ձեր ուղեղները բոլորը, մարդկանց աշխատանքի արդյունքները պետք է նայեք։ Մարդկանց աշխատանքի արդյունքները շատ կարևոր, ուրիշ բան չկա, այդ խոսալու ոչ իմ խոսալու նայեք, ոչ մեկի, ոչ մյուսի։ Մարդ գոնե կարենար մի հատ ընտանիք պահեր։ Մարդամեջ անելու մի հատ երեխա դաստիարակել, որովհետեւ երկիրը տասիրան ասես արես երկիրն էլ մի հատ փոքրում հավատարիմ եղար, մեծ բան տանք, երկիրը փորձի ղեկավարի։ Ու սա ռուսը պետք է շպիոն ուղարկի այսքան բանը, որ ձեզ ասի։ Դուք ինքներդ այդ բջիջը չեք կարում տեղից շարժեք, մի քիչ մտածեք, ով ինչ աղբ լցնի, ասի այդ աղբը լցնում եք ու այդ աղբը տարածում եք մեր վրա, լցնում մեր վրա այդքան առողջություն չունենք ձեր հետ շփվելու։ Խնդրում եմ մի քիչ հեռու մնացեք մեզանից։ Աստված օգնական, իմաստություն տա բոլորիս, ճիշտ ընտրություն անենք, դեմոկրատ լինենք մեր կյանքում, ազգի խոսքի ազատություն ունենանք մեր կյանքում, ճշմարտությունը ընդունենք, ասենք բարձրաձայն։ Հուսամ լավը լինելու, Աստված մեծ է, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։